Հայաստանում ընդդիմության նկատմամբ ճնշումները ոչ թե արտասովոր են, ոչ թե խորթ են ՔՊ հորջորջված խմբակին, այլ հերթական ազդանշանը, որ հենց այնպես, Նիկոլենք, հենց այնպես իշխանության զիջողը չեն, որ ազգակործան այս պատուհասը Հայաստանն էլ կվառի, վարի կտա, կվաճառի, բայց իշխանություն չի զիջի, լավագույն դեպքում կզիջի իր ցանկալի իրավահաջորդին։ Տիպիկ Թուրքիայի մոդել։ Էրդողանի իշխանությունը ոչ մեկին չի զիջի, բացառությամբ արտգործնախարար Հական Ֆիդանին։ Կասեք ով է Նիկոլի նախընտրելի թեկնածուն, անունն արդեն էական չէ, Թումանյանի ասած թող լինի պայմանական քաչալ շունը։ Բայց այդ մարդը պիտի շարունակի իր ապազգային եւ հակապետական քաղաքականությունը, այսինքն Հայաստանը պիտի վիլայեթացնի։ Ես չեմ խոսում արտաքին գործոնների հնարավոր ազդեցության կամ ներքին հնարավոր դիմադրության մասին, դա այլ թեմա է, շատ եմ խոսել ապստամբության կամ դիմադրության հնարավոր տարբերակների մասին։ Ուստիև ռեպրեսիաները, քաղբանտարկյալների վիճակագրության աճը, մենիշխանության հաստատումը, կրկնեմ, ռեպրեսիաները, քաղբանտարկյալների վիճակագրության աճը, մենիշխանության հաստատումը, Փաշինյան կոչեցյալի զինանոցի վերջին զենքերն են, որոնցից նա չի հրաժարվելու։ Իսկ իր նախընտրած իրավահաջորդը պիտի երաշխիք տա, որ նա, Նիկոլը, չարժանանա Սաակաշվիլու ճակատագրին։